Ամիսների աշխատանքից հետո առաջարկ Հայաստանին նախաձեռնության համակարգող խորհրդի առաջին նիստն է։ Ներկայացվում է ծրագրային 5 դրույթ՝ երաշխավորված խաղաղություն, տնտեսություն, գյուղատնտեսություն, երիտասարդություն և թմրամոլության դեմ պայքար։ Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք ունեն լուրջ պայմանավորվածություն, որ հանուն մի քանի ձայնի սուտ չեն ասելու, էմոցիա չեն ծախելու, առանցայինել բազմաթիվ դժվարություններ տեսած մեր ժողովրդի վրա, մեզ պետք չէ նման բան, մենք ռեալ խուսափություն ենք ուզում սկսել մեր հասարակության հետ և չխուսափելով որևէ դժվար հարցից, որտեղ այդ բոլոր դժվար հարցերը ունեն պատասխաններ թեկուզ դժվար։ Առաջին անգամ այս ծրագիրը մենք կազմել ենք ոչ թե սովորական ծրագրերի պես, այլ մենք նոր մեթոդ ենք կիրառել ու հանձնարարություն են ստացել իմ կողմից, որ ամբողջ թիմով շփվելով տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, մեկ առ մեկ լսեն իրենց խնդիրը, խնդրեմը եւ դրա լուծման առաջարկը։ Գագիկ Ծառուկյանը անդրադառնում է երիտասարդների հեռանկարին, ընդգծելով, որ նրանք են երկրի շարժիչ ուժը։ Կա խոսակցություններ, որ երիտասարդությունը ոչ մի բան չի հետաքրում, բայց ես կարող եմ ասել ոչ այդպես չի, շփվել եմ, զրուցել եմ, քննարկել ենք, հնարավորություն պետք է տրվի ուժեղին, խելացին, գրագետին։ Պատահական չէ, որ մենք սկսեցինք մեր քննարկումները երիտասարդությունից, որովհետև եթե այդ խավը, այդ շերտ, այդ սերունդը չտեսավ իրեն իր հայրենիքում, մնացած ամեն ինչ երկրորդական է։ Ես մի թիվ ասեմ, ոչ պաշտոնական տվյալներով տարեկան մինչև 300,000 գրին քարտի խաղարկության Հայաստանից հայտ է ներկայացում։ Դա աննորմալ թիվ է, դա նշանակում է, որ մեր ժողովրդի մի զգալի մաս իր ապագան չի կապում այս երկրի հետ, այդ հողի հետ։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության առանցքային դրույթներից մեկը երաշխավորված խաղաղության կոնցեպտն է, որևէ համաձայնություն առանց երաշխիքների խոցելի է, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Ես դա ասել եմ մի ամիս առաջ, անդադ ասում եմ, որ խաղաղությունը երաշխավորված պետք է լինի, ոչ թե այսօր պայմանավորեցինք Ալիևի հետ խաղաղություն, ինչ խաղաղություն։ Սահմանները, բարձունքները գրաված նստած, թելադրանք, այս պետք է տակ, այս պետք է անեք, այս պետք է անեք, որ պետք է 300,000 Հայաստանում մարդ գա բնակվի, իսկ մեր հայրենակիցները, որ այս տուն-տեղ թողած, դրա մասին բացառված է, խոսել չի կարելի։ Ու դա համարում ենք խաղաղություն։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության դրույթներից մեկն էլ ներդրումային խոշոր ծրագրերն են։ Գործարանները պետք է բացվեն ոչ թե ժամանակավոր, այլ երկարաժամկետ ռազմավարությամբ։ Ցանկացած երկրում անհրաժեշտ է խոշոր տնտեսական ծրագրի իրականացում։ Պետականորեն նախարարությունները հայտարարում են ինչ որ գործարան բացեցին, մեքենաշինության գործարան, հետո մի ամիս հետո սառնարանների գործարան, հեռուստացույցի գործարան, 2 ամիս հետո փակվում են։ Այսօր խոշոր ծրագիր իրականացնել եմ Քրիստոսի արձանի կառուցման համար։ Եթե Բրազիլիայում գնում են միլիոնավոր տուրիստներ, գումար ծախսում, արդեն միլիարդավոր դոլարներ մնում է, այդ միլիարդները իհարկե մնալու է իմ երկրում, պետությանը, ժողովրդին, տարբեր ոլորտներին։ Գագիկ Ծառուկյանի վերջին օրերի մարզային հանդիպումներն ավելի են ամրապնդել միտքը, որ պետք է ստեղծվի գյուղատնտեսության նախարարություն։ Այդ մարդը, ով պետք է զբաղվի տվյալ ոլորտով, պետք է անցած ճանապարհ ունենա։ Երկիր պահողը, սահման պահողը գյուղացին է, ժողովրդի կերակրողը գյուղացին է։ Թմրամոլության դեմ պայքարը պետք է լինի բոլորի խնդիրը։ Ակտիվ աշխատանքներ է իրականացնում մարզաշխարհը հանուն առողջ սերնդի նախաձեռնությունը, որի հանրային կազմակերպիչները մեր օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն են։ Որովհետև մեկը ձեռնպատ չի կարա մնա, այն նրա համար չի կարա մնա, որ Աստված չանի դա իր տունը մտնի, դա չարիք է։ Մեծ քանակությամբ տարածվում է երիտասարդության, ուսանողության մեջ։ Մարդիկ ծրագրեր են առաջարկում պետությանը, համերաշխ են, որովհետև մարդիկ ունեն նպատակ, մարդիկ ունեն ապագային նախագիծ։ Հանդիպումներ, քննարկումներ, առաջիկա ամիսները թեժ աշխատանքային են լինելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը սրահում բոլոր ներկաներին մաղթում է հաջողություն եւ ի գործ։ Այո, գյուղ կանգնի, գերանքը կոդրի։ Թիմ կանգնեց, հավատարիմ, իրար կողքի ցանկացած խնդիր կլուծեն։ Ես այսօր շատ տպավորված եմ, հիացած եմ տեսնելով մարդկանց, բանիմաց, պիտանի, որոնք ձեռագիր են թողել, որոնք կուսակցական չեն, հավաքվել են գաղափարի շուրջ, ծրագրի շուրջ, ազգի շուրջ, պետության շուրջ,
որ կարողանան ունենալ երաշխավորած խաղաղություն, լավ երկիր, հիմնականում որ մեր երեխաները, մեր թոռները ունենան լավ ապագա, խաղաղ ապագա, փայլուն ապագա, որովհետեւ տանջապ շնորհակալ։ Թիմի անդամներն ու խորհրդանշական գնացքը շրջելու են հանրապետության բոլոր մարզերում, ներկայացնելով ծրագրի գլխավոր թեզերը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։